Ծառից գազարի ծաղիկներ քաղողը Մալաթիայից փրկված 3 արջերից մեկն է։ Վայրի բնազդները նրանց հիշեցնում են Ուրցաձորում, չնայած տարիներով վանդակում ապրելուց հետո այստեղից մեծերին բնություն երբեք բաց չեն թողնում։ Անտառ վերադարձնում են միայն տարածք խնամելու բերվող քոթոթներին։ Հայաստանում մենք արդեն այս տարի կլինի 9 ձագեր ենք բաց թողել։ Կովկասյան կենսաբազմազանության այս ապաստարանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը զբաղվում է և կենդանիների, և կարմիրգրքյան բուսատեսակների փրկությամբ։ Խոսորովի արգելոցի հարակից տարածքները Արարատի մարզից Վայոց ձորով մինչև Սյունիք մասնավոր պահպանվող գոտու վերածած հետևում են սարերի քարայծերի ու անգղերի հանգիստը խանգարող չլինի։ Այս կողքինը ձագում։ Ռեյնջեր Բորիսի հերթական դիտարկմանը լրագրողների խումբը միացել է COP17 մեդիա դպրոցի արտագնա նիստի շրջանակներում։ Էկոտուրիզմի ինչ հնարավորություններ է ստեղծում FPWC-ին տարածքում եղեգի շատին գյուղեր մտնող արջերի հետ մարդկանց կոնֆլիկտը հարթելու նպատակով, ինչպես է մեղվափեթակները ծուրթաթից պաշտպանող էլեկտրական հովիվներ բաժանում։ Համայնքներում գիշերային լուսավորությունից մինչև արևային պանելների հարց լուծում զուգահեռ նաև կենդանիներին սննդով ապահովելու նպատակով մոտակա անտառներում վայրի պտղատու տանձ խնձոր տնկում։ Իրականացվող ծրագրերի մասին լրագրող հյուրերին պատմել են կենտրոնի ներկայացուցիչները, ցուցադրել նաև հեկտարներ հսկող տեխնիկան։ Ունեն նաև սարերում հրդեհի ռիսկի մասին զգուշացնող ջերմատեսիլով տեսախցիկը պարտանում է Գեորգին։ Օրինակի համար կոտրված շիշ, որը կարող ոսպյակի դեր կատարի, տեսախցիկը այդ կետը մեզ ցույց է տալիս, ու մեր անտառապահները գնում են տվյալ վայր, վերացնում են, որպեսզի դա չվերածվի հրդեհի։ Սրանք էլ թակարդ տեսախցիկներն են, որ ֆոտո-վիդեոներ են անում բեզուարների, լուսանների, արջերի ու բոլորի սիրելի հովազների տեղաշարժի հիմնական երթուղիների վրա։ Տարածքներում նաև կիլոմետրանոց զոոմի հնարավորությամբ շարժական սարքեր ու դրոն ունեն, այնպես որ որսագողի դեմքն ու մեքենայի համարանիշը հեռվից կֆիքսեն, տվյալ պահին բնության այլընտրանքային պահպանության իրենց այս մոդելն ըստ Ռուբեն Խաչատրյանի COP17-ի ժամանակ Հայաստանը կարող է ներկայացնել և առաջարկել ընդօրինակել աշխարհի այն երկրներին, որոնք դժվարանում են ապահովել ՄԱԿ-ի կոնվենցիայով ստանձնած մինչև 2030 թվականը տարածքների մոտ 30%-ը արգելոց, արգելավայր պահպանվող գոտու վերածելու պարտավորությունը։ Ամենուր պետական ֆինանսավորման խնդիր կա։ Մասնավոր նման լուծումը շատերին կմոտեցնի թիրախային ցուցանիշին, ասում է։ Ունենք թե Կովկասյան կենսաբազմազանության տարածքի մոդելը եւ թե ուրեմն WWF Հայաստանի մոդելը, որոնք հիմնականում համայնքային պահպանվող տարածքների մասին է խոսքը, որը ստացված մոդել է, որը բավականին տեսանելի ընկալելի է գլոբալ դաշտում եւ վստահ եմ, որ այս ուղղությունը կոնկրետ հավակնում է դառնալ նույնիսկ Հայաստանի համար կարևոր խաղաքարտ, նաև առաջիկա 2 տարիների ընթացքում տարբեր միջոցառումներում, տարբեր կոպերում առաջ տանելու եւ հասցնելու իր նպատակին։ Կենսաբազմազանության մասնավոր պահպանություն, որից շահում է և պետությունը, և տարածքում ապրող բնակչությունը, մեղվապահության, վայրի հավաքների ու այլ էկոբիզնեսներին աջակցության միջոցով FPWC-ում վստահ են կհետաքրքրի COP-ի մասնակիցներին։ Համաժողովի հյուրերին մտադիր են տպավորել նաև իրենց բնապահպանական արևորդի փառատոնով։ Հերմինե Բաղդասարյան, լուրեր։